Գիտեմ, որ բոլորիդ հետաքրքրում է գերիների և պահվող անձանց խնդիրը և ցավում եմ, որ շատերը առանց սպասելու մեր արձագանքին և մեր պատմություններին շտապել էին հաստատել իրենց գոնե սոցիալական մեդիաներում, որ մենք այդ հարցը չենք բարձրացրել և մեզ քննադատում էին դրա համար, ցավում եմ, բայց շատ շտապել էինք, որովհետև ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ հարցը բարձրացրել էինք, ինչպես նաև պարոն Հաջիևի առջև ենք բարձրացրել հարցը։ Եվ ավելին ասեմ, որ ոչ մի սահմանափակում, ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից չի կիրառվել մեզ վրա, որպեսզի մենք այս հարցը չբարձրացնենք։ Մենք բոլորը ծանոթ եք երևի, որ միջազգային ատյաններում, կառույցներում մենք բարձրացրել ենք և պարբերաբար շարունակում ենք բարձրացնել այս հարցը և Կարմիր խաչի վերջերս բացակայության հանգամանքով պայմանավորված ևս մի ալիք այսպես նամակների գնացել է։ Այդուհանդերձ ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, կարելի է ասել, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած և մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա այսպես վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների և այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Ես ավարտեմ իմ խոսքս ասելով, որ մենք մեր խմբի ազդեցության մասին ուռճացված պատկերացումներ չունենք։ Մենք մեր չափը, այսպես ասած, շատ լավ պատկերացնում ենք, բայց այդուհանդերձ բոլորս էլ համաձայն ենք, որ այս փոքրիկ այցի, հանդիպման, դեմ առ դեմ խոսակցությունների, զրույցների արդյունքում մենք երևի ավելի ենք նպաստում դրական լուծումներին, քան հակառակը։ Շնորհակալ եմ։